Ես որքան փորձեցի լուրջ պահեմ ինձ այսինքն ծիծաղեմ, բայց Անուշին հաջողվեցել է արտահայտությամբ Պուտինի վերահատություն այդ ասացված խոսքով ուրեմն դա ասել կարող ասել մի մարդ, որ մենակ երևի թե ֆուրունկուլ է բացել, դե համար ուրեմն կարող է իրան թույլ տալ այդպիսի արտահայտություն։ Ես ուզում եմ նո առաջին խոսքս է, առաջին հերթին իմ խորին շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնեմ Տիկին Գյուրեղյան ձեզ, հատկապես այդ կազմակերպչական աշխատանքների համար, մեր մյուս պատգամավորներին, Թաքուի Թովմասյանին, այո, ձեզ եւ մյուս բոլոր պատգամավորներին, որ իրենց գնահատում եմ իրենց ժամանակը եւ իրենք կարողացել են գալ եւ մասնակից լինել այս կարեւոր ուրեմն մեր հանդիպմանը։ Երկրորդ, երբ որ մենք կազմակերպում ենք այս հավաքներ, այսպես ասած լսումները, ես խոսում եմ մի մարդ, որ արդեն այդ փորձ ունեցել եմ ժամանակին հանդիսանալով կառավարության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անկախ փորձագետ, գլխավոր փորձագետ առողջապահության ոլորտի եւ այստեղ պետք է ես ինքս ունեցել եմ բազմաթիվ հանդիպումներ եւ պետք է մենք ընտրենք մի ճանապարհ, որը արդյունավետ լինի, այսինքն խոցելի չլինի։ Հայաստանում գոյություն կան մոտարապես 18000-ից ավել բուժաշխատողներ, 8000-9000-ից շատ մոտարը բժիշկներ, ավագ բուժաշխատողներ։ Դա ես թվեր ասում եմ ստատիստիկայից ելնելով եւ մնացածներ բուժաշխատողներ։ Հիմա եթե մենք այստեղ հաշվենք, այստեղ ընդամենը 10 հոգի բժիշկ ենք։ Հասկանում եք, ես իմ խոսքը սկսեցի շնորհակալությամբ եւ մոռացա շնորհակալությունս հայտնեմ Վագի Գևորգ Գրիգորյանի բժիշկ նախաձեռնող խմբին, դե նախաձեռնող խմբից Գևորգ Գրիգորյանին մենք ճանաչում ենք արդեն 15 տարեկան Գևորգ, թե ավել երևի, հա, արդեն այդ բանով խառնվածքով, բնավորությամբ եւ այլն, երեք էլ ես նամակ եմ գրել, որ ուզում եմ գամ մասնակցել, ասել չէ դու ես չեմ կարող քեզ տանել, որովհետեւ դու մեր խառնվածքին չես համապատասխանում։ Մարդ հենց ուղիղ դեպքից մի խառնվածքի եթե չես համապատասխանում չեմ տանում, ես գնամ քո ճանապարհը գտի, չէ ես ճանապարհը կգտնեմ, եթե դռները փակի լուսամուտով էի գալու, որովհետեւ դա էլ խառնվածքի 30 տարի զբաղվում եմ կոռուպցիայի դրսևորումներով եւ ռիսկերով առողջապահության մեջ։ Հիմա իմ ասացի որպեսի բանան պետք լինի խոցելի տեղերը, թույլ խոցելի տեղեր չունենալու այսպիսի մի բան։ Եթե մենք նախարարին ասում ենք 10 բժիշկ ենք ներկա լինելու, հասարակական կազմակերպություններից երևի մի 15 հատ, ինքը միանգամից այդ տվյալը դնելու է 18000 բուժաշխատողի մեջ 10 հոգով գնում եք առողջապահություն ներկայացնելու, մենք պետք է խոցելի տեղեր չունենանք։ Եվ սենց, ուղղակի թուղթը գցելու են մի կողմ։ Նույն ձևով հասարակական կազմակերպությունների համար, երբ որ ասելու ենք այսքան հասարակական կազմակերպություն, գիտեք Հայաստանում կան հասարակական կազմակերպություն կա։ Դուք ոնց եք այդքան բառով ներկայացնում, ասում եք դուք այսպես։ Ուրեմն մենք ունենք այստեղ այս առումով խոցելի տեղ կազմակերպչական առումով, որպեսզի ներկայացչական լինենք։ Մենք պետք է ասենք բաց ենք բոլորի առաջին։ Այս ինչ որ ովքեր ցանկանում են եւ այլ։ Եթե չեն ցանկանում, դա էլ է մեր խոցելի տեղը դառնում, այսինքն մարդիկ գոհ են։ Ճիշտ է, դուք ասում եք Facebook-յան, սոցիալական էջերով տեսեք ինչքան են գրել։ Կասի այդ գրածները մի հատ թվարկեք քանիսն են, Տիկին Գյուրեղյան։ Հարցը հետեւյալն է։ Չանել չենք կարող, sense նստել չենք կարող, որովհետև ողբերգական վիճակ է։ Բառի առանց խտացնելու գույները։ Որ նախարարը ինչ է ասում, ասում է այսքան միլիարդ ծախսել ենք մինչև հիմա, այսքան դա պետք է թվերից իրանք ամաչ են, ոչ թե պետք է հրապարակ։ Այսինքն այդքան մարդ, մինչև այս բանը անտեր ա եղել, այսպես ասած, չեն կարողացել բուժօգնության դիմել։ Այս վիճակն ա եղել, 8 տարի իշխանության գլուխ եք։ Մենք հայեցակարգը մշակել ենք այն ժամանակ 18 թվականին։ Տվել ենք եւ իրենք ներկայ են, բայց դուք այդքան ժամանակ հայեցակարգը տարեկցել եք մեր պատուհանի տակ չեք ասել։ Եվ հիմա նոր բարձրացնում եք այդ այսքան գումարով, այսքան բան, եւ հիմա նոր ասում եք այսքան գումար ենք հատկացրել։ Վերադառնանք դեպի մեր քննարկման հետ կապված։ Ուրեմն հարցը այն է, որ մինչև
անդրադառնալը այս մինչև ներդնումը առողջապահության համապարփակ այս ապահովագրության պետք է մեր կողմից այն ժամանակ մշակվել էր հստակ քայլերի եւ Վարուն Գրիգորյանը, բժիշկ Գրիգորյանն էլ գիտի, որ առաջին քայլ, երկրորդ քայլ, չորս քայլ, որովհետեւ այդտեղ հսկա մենք համապարփանել ենք այն բոլոր խնդիրները եւ ռիսկերը, ես մի անգամ ձեր խմբագրություն այն ժամանակ եկա Տիկին Թովմասյան եւ ձեզ ցույց մի հատ բան ստիպեցի կանալ, ասեցի այսքան խնդիր անել ենք։ Այդ բոլորը չարած, մի օրում վերցնել ուսած խփել ասել մենք անցնում ենք ապահովագրության, բա իհարկե հազարատ ծակ պիտի բացվի, հազարատ անց պիտի բացվի, որոնք չգիտեն։ Ես ողջունում եմ ձեր ասածը, Տիկին Գասպարյան։ Այո, պետք է ոչ թե միակողմանին այն, հենց բժիշկների փողին կպան, այսպես ասած, մի անգամից բոհեղա, վայ, ապահովագրության մեր փողի ջավ, բա պացիենտ Պարոն Ավագյան, կներեք, ես ուզում եմ ասել նախ պահանջել, որ բանի ամփոփեք միտքը եւ երկրորդն էլ, պարոն Ավագյան, մենք այստեղ չենք հավաքվել, որովհետեւ ուղղակի հարց ենք քննարկում։ Մենք այստեղ եկել ենք կոնկրետ բժշկական հանրույթի կոնկրետ խմբի բարձրացած վեր հանված հարցերը լսելու։ Հասկանում եք, մենք չենք ամբողջ բժշկական հանրույթի համար չենք ես մենք կոնկրետ հարց բարձրացնող կազմակերպությունների հարցերը լսելու մասին ենք այստեղ խոսում եւ դուք ընդհանրապես համակարգը քննարկեք մենք այս մեր քննարկման թեմայից դուրս է կոնկրետ բժշկական հանրույթը կոնկրետ ներկայացուցիչներով կոնկրետ հարցեր բարձրաձայնել եւ մենք ուզում ենք այդ հարցերը լսելի դարձնել Շնորհակալություն Տիկին Գյուղյան հենց ապահովագրության հետ կապված հարցներ ենք ասում բարձրացնում ենք ճիշտ եմ հասկացել Այո, այստեղ բժիշկների աշխատավարձերի եւ ապահովության հետ կապված չի կարող մենակ առանձնացված բժիշկների աշխատավարձի հարց քննարկվել։ Ապահովագրության այս ներդրումը մի շարք բազմաթիվ հարցեր է իր մեջ պարունակում։ Եվ այդ բազմաթիվ հարցերից նաեւ պետք է անդրադառնալ պացիենտների շահերին վերաբերող հարցերին, որ նրանք առնչվում են դրա հետ։ Եթե բարձրացված է հարցը Եվ եթե Տիկին նախարարը, ես ինքն է չի ասում, մենք մինչև այդ արել ենք ուրեմն հատուկ մեթոդոլոգիայով գների որոշում, այսպես, այնպես, եթե բոլոր արել էինք, արդյունքը սա էր, այսինքն մենք ունենք, ես հայտնի մի անեկդոտ հիշեցի, ասում եմ, մաթեմատիկան ինչ է, Հարցը որն է, պարոն Ավագյան, հարցերի շրջանն է, կներեք իհարկե, ուղղակի հարցը հնչեցրեք, որովհետև Ուրեմն հարց հետևյալն է առանց մի շարք քայլեր կատարելու հապշտակ ձևով ապահովագրության այն մեթոդոլոգիան, որ մտցված է, դա չի արդարացնելու իրան եւ վերջ-վերջո մենք գալու ենք հակասության։ Եվ առանց նախարարության ներկայացուցիչների այստեղ որոնց մենք ունենանք հարց տալու։ Եթե նրանք չեն եկել, մենք մեզանով քննարկել ենք, գիտենք այդ խնդիրների մասին։ Դե կներեք, իրենք չեն եկել, մենք բարձրաձայնում ենք եթերով մեր հարցերը, միգուցե լսեն այս հարցերը եւ փորձեն հասկանալ։ Այն, որ իրենք չեն եկել, դրա պատասխանատվությունը մեր վրա չի եւ մենք չենք կարող բացատրել։ Ես ես ասեցի, իրենք, ես իմ ենթակա կարծիքն ասեցի, ինչու չեն եկել, բայց փաստացիորեն իրենք չեն եկել։ Այնպես որ Ես նորից մի անգամ Մենք իրենց չեկողների վերաբերվող հարցերը չենք կարող այսպես Տիկին Գյուղյան, մի անգամ եւս ասեմ այն ինչ որ հենց սկսեցի իմ ելույթը խորի շնորհակալությունս որ դուք ջանք ու եռանդը ձեր չեք ներել արել եք եւ կազմակերպչական այս բոլորը ներկայացրել եք բայց այնուամենայնիվ ես գտնում եմ որ Պետք է ամեն ինչ էլի անել քայլեր, ես չգիտեմ, չեմ պատկերացնում ինչ կարելի, բայց որպեսզի լսելի դառնա իրենց։ Եթե իրանք ինչ ասենք, չասենք, իրենք պետք է չլսեն, այսինքն ինչ, սա ինչ որ մի բան պետք է մտածենք այս առումով։